Ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան, համեցեք պարոն Քերոբյան։ Հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով մենք ըստ էության սահմանում ենք արտահանման տուրք ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների վրա, հաշվի առնելով այն, որ այս առևտրով զբաղվող ընկերությունները պետք է որոշակի մասնակցություն ունենան Հայաստանի Հանրապետության բյուջեին, այսպես ասած, եւ ըստ էության մենք առաջարկում ենք այս 3 տեսակի ապրանքների վրա սահմանել արտահանման տուրք մոտավորապես իրենց շուկայական արժեքի 0.8% սահմաններում կախված այդ պահին ինչ շուկայական գին է, բայց պետտուրքի մասին օրենքով դա ֆիքսված թիվ է, ասենք օրինակ 1 կիլոգրամ ոսկու համար դա մոտավորապես 200,000 դրամ է, դա մոտավորապես 1%-ն է։ Պետք է նշեմ, որ վերջին ժամանակահատվածում այս տիպի առևտուրը էական աճ է արձանագրել եւ կարիք կա, այսպես ասենք, հնարավորինս արագ դա կարգավորել։ Մինչ այժմ մենք ըստ էության շատ սերտ աշխատել ենք այս գործունեությամբ զբաղվող ընկերությունների եւ պետ գործընկերների հետ, որպեսզի ապահովենք այս գործունեությամբ զբաղվող ընկերությունների, այսպես ասենք, հաշվապահական շահութաբերությունը, որպեսզի դրանից էլ բխի բյուջեի եկամուտները։ Հիմա կարիք կա արդեն դա ինստիտուցիոնալացնել եւ ըստ էության մենք առաջարկում ենք այս տուրքերի միջոցով սա ֆիքսել։ Պետք է նշեմ, որ բնականաբար մենք արդեն ունենք 2023 թվականի տարեկան ցուցանիշները եւ արտահանման առումով ունենք բավական զգալի աճ եւ ներմուծման առումով էլ, բայց առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում արտաքին առևտրաշրջանառությունը ապրանքների եւ ծառայությունների մոտեցել է կամ մենք գնահատում ենք, որ կանցնի 110% մեր համախառն ներքին արդյունքի, իսկ արտաքին առևտրային բացասական սալդոն ավելի մեծ է, քան -2%, այսինքն -2%-ից 0 միջակայքում է լինելու եւ դա ցույց է տալիս, որ այն տնտեսական քաղաքականությունը, որը մենք վարում ենք, մեզ բավական արագ մոտեցնում է մեր կառավարության դրած թիրախին, դա հասցնել ապրանքների եւ ծառայությունների արտահանման ցուցանիշը համախառն ներքին արդյունքի 60%-ին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցերի համար հերթագրում